տեղ չկա։ Սա միակ պարզաբանումն է, որը լսել է լրագրող Սեդա Մակարյանը, երբ պոլիկլինիկայում առաջարկել են նեղ մասնագետի խորհրդատվության համար միայն 1.5 ամիս հետո իրենց մոտ վերադառնալ։ Գնացի տեղամասային պոլիկլինիկա, որտեղ գրանցված եմ, գնացի հունիսի 29-ին, նեղ մասնագետը, որին պիտի այցելեի, որ մոտ ուղղորդել էր թերապևտը, օգոստոսի 18-ին միայն կարող էր ինձ ընդունել, այսինքն հունիսի 20-ից օգոստոսի 18-ը թե հիվանդի առողջական վիճակում ինչ կլինի, ինչ փոփոխություններ դեպի բացասական կլինեն, հարց է ու ազատ տեղ չկա։ Ընդ որում Սեդա Մակարյանը նույն խնդրի առաջ երկրորդ անգամ է կանգնում, ամիսներ առաջ էլ, կոնկրետ ապրիլին, տատիկին էր հերթագրել սրտաբանից խորհուրդ ստանալու համար։ Բժիշկն ընդունեց միայն հունիսին, դարձյալ մոտ 1.5 ամիս հետո։ Երբ մենք այցելեցինք նեղ մասնագետի մոտ այս դեպքում սրտաբանի, հերթերն այնքան երկար, այնքան շատ էին, մոտ դրան մոտ 50-ից 60 հոգի սպասում էր իր հերթին, թեպետ բոլորը ժամով գրանցվել էին։ Բացի դրանից, հիվանդանոցում ստացիոնար բուժում ստացող հիվանդներին արտահերթ էին ընդունում։ Եվ այդ 60 հոգուց բացի 5 րոպեն մեկ նոր հիվանդ էր գալիս, ով նաև բուժում է ստանում այդ հիվանդանոցում։ Այն, որ նեղ մասնագետի խորհրդատվության համար անհրաժեշտ է 1 ամիս եւ մի փոքր էլ ավելի սպասել, առողջապահության նախարարությունում նորմալ են համարում, խնդիր չկա, ասում են։ Նույնիսկ աշխարհի ամենաառաջատար բժշկական համակարգեր ունեցող երկրներում բուժառուն կարող է այդքան ժամանակ դեռ նույնիսկ ավելի երկար հերթում մնալ։ Ի վերջո բժիշկը մեկն է, ուժ խորհրդատվության կարիք ունեցողները շատ։ Այս ընթացքում ուրեմն առաջնային օղակում մեր միջին սպասելու ժամանակը չի անցել 2 շաբաթը, այո մենք ունենք թերապևտներ, ովքեր որ շատ պահանջված է եւ այո նրանց մոտ կարող է անհատ թերապևտների մոտ ավելի երկար լինի սպասման ժամանակը, բայց միջին հերթագրման ժամկետը 2 շաբաթ է, ինչը համարվում է շատ լավ ցուցանիշ։ Առողջապահության ոլորտի մասնագետների փորձագիտական կանխատեսումները սակայն նույնքան դրական չեն, որքան պատասխանատուների վերլուծությունները։ Պետական առողջապահական գործակալությունը նախկինում ղեկավարած Ծաղիկ Վարդանյանն ասում է, բուժայցելության հնարավորություն ունենալու համար երկար սպասելը ոչ միայն կոնկրետ մեկ մարդու առողջության, այլև մի ամբողջ համակարգի վրա է իր ազդեցությունն ունենալու։ Բերելու է Հայաստանի Հանրապետությունում քրոնիկ հիվանդությունների ավելացման։ Նախկինում հստակ ամրագրված էր, որ 11 նեղ մասնագետներ պետք է պոլիկլինիկայում առկա լինեն։ Քաղաքացին գտնվում էր դիսպանսեր հսկողության տակ։ Հիմա այդ սկզբունքը դիսպանսերը վերցրել են, տվել են առաջնային օղակի բժշկին, որից հետո ընդհանրապես ազատականացված է նեղ մասնագետը։ Այսինքն էլ չկա 11, եթե դու լիցենզիա ունես, օրինակ նեյրովիրաբուժի, ուրեմն քեզ կարող է նեյրովիրաբուժի ուղարկել, էլի։ Նույնը գործնական օրինակով։ Այլևս շաքարային դիաբետով հիվանդը պարտավոր չի, որ միշտ իր դիսպանսեր հսկողության բժշկի մոտ գնա, մի օր մի տեղ է գնալու, մի օր մի տեղ, մի օր մի տեղ, մի օր հարևանը ասելու է, մյուսը ավելի լավ է բուժում։ Իրականության մեջ իր դիսպանսեր հսկողության շղթան խաթարվելու է, որտեղ թերապևտը չի կարող այդ քանակի, այդ ծավալի գործ իրականացնել։ Հետևաբար առաջանալու է 1 ամիս, չգիտեմ, կես ամիս, 2 ամիս, այսպես ասած հերթագրումներ, որոնք բերելու են նրա առողջության առաջնային պահպանման, քրոնիկ հիվանդությունների հսկողության խաթարման։ Նախկինում եւ ներկայում գործող կարգերն առանձնացնելով փորձագետը նկատի է առնում նաեւ համակարգի մեգանորությունը, առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Պնդում է, այս ծրագիրը մեր երկրում գործարկվեց հանպատրաստից, ոչ համակարգն էր բեռն ուսերին առնելուն ունակ, ոչ էլ նույնիսկ բժիշկները գիտեին ինչի հետ են գործ ունենալու։ Առաջնային պահպանման բժիշկներին ծառաբերել են մի այդ տեսակի, տեղից էլ նրանք ավելի շատ գրում էին, քան բուժում, հիմա առավել եւս, այս ծառաբերությամբ չի կարող առաջնային օղակի բժիշկը աշխատել, այսպես ասած, որակով, որակի մասին խոսք չկա, մարդիկ չգիտեն ուր են գնում, չգիտեն ինչ են լրացնելու, որտեղ են լրացնելու, այդ արմետը ոնց են աշխատացնելու։ Հնարավոր էր խուսափել խնդիրներից, թեկուզ որ դրանք համակարգի դուռը չթակեին առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից ընդամենը 6 ամիս հետո։ Մասնագետները համոզված են գործընթացը ճիշտ կազմակերպելու, կառավարելու դեպքում դրանք նույնիսկ առավել երկարաժամկետ հեռանկարում չեզոքացված կլինեին։ Կարելի էր ավելի օպտիմալ կազմակերպել ամեն ինչը, պացիենտները ոչ թե սենց իրար վրայով քայլելով գային հասնեին
բուժկենտրոններ եւ պարտադրեին, որ ինձ ուղեգիր տուր եւ այլն, այլ ըստ դիմելիության մարտախնդիր ունի ստանալ ուղեգիր։ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը երբ դեռ նույնիսկ չէր գործարկվել Հայաստանում, ոլորտի մասնագետներն արդեն զգուշացնում էին հնարավոր ռիսկերի մասին։ Փորձագետների գնահատմամբ այն մոտեցումն ու տեսլականը, որոնք ունի պատասխանատու կառույցն այս ծրագրի նկատմամբ եւ դրա հետ կապված, վերջնարդյունքում այն դարձնելու է ոչ թե լիարժեք ապահովագրական համակարգ, այլ պարզապես պետական պատվերի ընդլայնված շրջանակ։ Չարեցին շատ բան, որ պիտի անեին, այսինքն ճիշտ հաշվարկ չարեցին, ճիշտ չմոբիլիզացրեցին ռեսուրսները, ճիշտ չաշխատեցին բուժանձնակազմի հետ, որպեսզի նրանք պատրաստ լինեն, իսկ արեցին այն, ինչ չպետք է անեին։ Մենք չունենք ապահովագրություն, մենք ունենք անցումային փուլ։ Պետական պատվերից փորձում ենք անցնել ապահովագրական համակարգի։ Չնայած առկա խնդիրներին, որոնք մատնանշում են փորձագետները, առողջության ապահովագրության համակարգը կընդլայնի շահառուների թիվը հենց առաջիկա հունվարից։ Քաղիրավական պայմանագրերով աշխատողները, տաքսուվարորդները, մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացողները եւս կդառնան ծրագրի շահառու։ Եվ 2028 թվականի հունվարի 1-ից ըստ էության մենք արդեն կներառենք բոլոր քաղաքացիներին, այնտեղ մենք ունենալու ենք գյուղացիական տնտեսություններում զբաղվածներին եւ ուսանողներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Արդեն 28 թվականի հունվարի 1-ից մեր նպատակն է 3 միլիոն բնակչությանը արդեն ներառել առողջության ապահովագրության մեջ եւ ավարտել պետական պատվերի ծրագրերը 28 թվականի հունվարից արդեն պետական պատվերը որպես բյուջետային ծրագիր հիմնականում կավարտվի։ Բայց մինչև կառավարական նպատակները հասնում են տասնամյակի վերջը, փորձագետները վստահ են առաջիկա ամիսներին ապահովագրական համակարգում իրավիճակը սրվելու է։ Լիմիտավորում է դրվելու ամեն հիվանդանոցի վրա կոնկրետ քանակի ապահովագրական դեպքերի սպասարկում, դրանից ավել չեն փոխհատուցելու, բուժկենտրոններն է սկսելու են հերթագրելու մոտավորապես օգոստոս-սեպտեմբերից այդ հերթագրումը սկսվելու է։ Այսինքն այնուամենայնիվ մասնագետները հակված են կարծելու, որ պետական պատվերը մեր երկրում ոչ թե իր վերջալույսին է հասել, այլ այսպես ասած իր սովորական օրերն է ապրում։ Մեր առողջությունն ապահովագրված է, թեկուզ տարիներ անց, թեկուզ շատ տարիներ անց բոլոր հնարավոր ու անհնար խոստումներից։ Բայց պարզվում է ապահովագրությունն էլ ապահովագրության կարիք ունի, որպեսզի իր առողջությունն էլ դիմանա ճնշմանը։ Մնում է հերթում դիմանան բժիշկն ու բուժառուն, որ նրանցից յուրաքանչյուրն էլ իր հերթին հավելյալ դուր ստիպված չլինի թակել արդեն նաև ճնշման հարցերը կարգավորելու համար։ Էդուարդ Պողոսյան, Անդրանիկ Ներկարարյան, Սուրեն գյուն։